Բարև ձեզ Սյուզաննա։ Այստեղ ենք այլ։ Չէ, երևի կամերայիդ մոտ դնես, որ լսվի։ Միքրոֆոնի մոտ էլի, միքրոֆոն։ Բարսախոսում եմ, միացրած է։ Լսում եք Սյուզաննա։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Hello։ Իսկ Ռուբենին լսում եք։ Այո, այո։ Լսում են Ռուբենին, անջատ եք Ռուբենի ձայնը։ Բարձրախոսի մոտ դիր, որ բարձրացրու, ոնց են անում, որ չէ, Մի րոպե, հեսա կգ։ բարձրախոսի մոտ։ Մի րոպե Սյուզաննա ջան։ Բարձրախոս, սա բարձրախոսն է, չէ՞։ Դա է բարձրախոսը։ Սա հեռախոսն է։ Այո։ Այս ներքևից։ Այդ ներքևի հատվածը բարձրախոսի մոտ։ Սյուզաննա ջան, խոսեք։ Այո, շնորհակալ եմ աղավարի, շնորհակալ եմ գործը շարունակելու համար եւ իմ մտքերը այս ամենի մասին, հա։ Հոգեբանությունում կա այդպիսի հնարք, որպեսզի չգժվես դիսասոցիացիա եւ դիսոնանսվել իրականությունի։ Ինչ, մի հատ նորից ասա, ես չլսեցի Սյուզաննա ջան։ Նախորդ անգամ դա Օրվելն էր, հոգեբանությունում կա այդպիսի հնարք, որպեսզի չգժվես դիսասոցիացիա եւ դիսոնանսվել իրականությունի։ Դիսասոցիացիա եւ դիսոնանս։ Այմդ հասկանանք ինչ ասում ես Մարտևայ։ Ամերիկայից խելոք բան է ասում էլի վայ։ Խելոք բան է ասում, թող խոսի։ Սյուզաննա ջան, լսում եք։ Ես Ռուբենի անունից շատ մեծ ներողություն եմ խնդրում, շարունակի։ Եվ հիմա մենք դա անում ենք, հա, որ չգժվենք, նախորդ անգամ ես դա անում էի Օրվելով, իսկ այսօր կինոյի ձևաչափով է իմ մոտ, եւ իմ գլխում մեր իրականությունը հնչում է այսպես, հա։ Երաժշտություն, առաջին տեսարան, Նիկոլի Արնախում աչքեր, հետո երկրորդ տեսարան, կորսված Արցախ, բռնաճնշումներ, վերջերս կինո էր դուրս եկել նոյեմբերի 7-ին, նոյեմբերյան դատավարություն Հերման Գյորինգի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նախադեպի ձևավորման մասին էր, ու Justice Jackson-ի խոսքերն էին, մեջբերում եմ, խնդրում եմ լսեք, ու տարեք զուգահեռներ։ Դատավարության նշանակությունը կայանում է նրանում, որ այս սպանդարկյալները ներկայացնում են մռայլ ուժեր, որոնք կմնան աշխարհի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց մարմինները վաղուց վերածված լինեն հողի։ Մենք նրանց կցուցադրենք որպես ռասայական ատելության, ահաբեկչության եւ բռնության, ինչպես նաեւ իշխանության ամբարտավանության եւ դաժանության կենթանի խորհրդանիշներ։ Նրանք նաեւ կատաղի ազգայնականության, մեր դեպքում մոլերանտ ադրբեջանյան ներկայացուցչության եւ միլիտարիզմի, ինտրիգների եւ բախումների հրահրման խորհրդանիշներ են, որոնք սերնդեսերունդ խճճել են Եվրոպան, մեր դեպքում Հայաստանը, ջախջախելով ժողովուրդներին, ոչնչացնելով տները եւ աղքատացնելով կյանքը։ Քաղաքակրթությունը շարունակում է մեջբերումը։ Չի կարող որևէ փոխզիջման գնալ այն սոցիալական ուժերի հետ, որոնք նորից կուժեղանան, եթե մենք երկիմաց կամ անվճռական գտնվենք նրանց հանդեպ, երբ այդ ուժերը դեռ անորոշ կերպով գոյատևում են։ Ցավոք եւ հուսամ, նախադեպը կլինենք մենք, Երևանյան դատավարություն։ Նախադեպային, որովհետև անգամ պետական դավաճանները պատմության մեջ ինչ-որ բանի համար են արել դա։ Անգամ Մուսոլինին, ով մեղադրվել է Իտալիայի արժեքները դավաճանելու մեջ, կամ Aaron Burr, փոխվարչապետ, որը մեղադրվել է պետությունից անջատվելու եւ սեփական պետություն ստեղծելու բաների մեջ, միևնույնն է արել են դա իտալամետ կամ ամերիկամետ տեսլականով։ Արել են սխալ, բայց արել են ինչ-որ բան։ Այս Սարնախում անձի տեսլականը դատարկ Հայաստանն է, դատարկ Արցախն արդեն ու դատարկ Հայաստանը։ Մեկ հայ, այն էլ թանգարանում, վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ, մեր կինոյի ավարտը լինելու է նախադեպի ձևավորում։ Երևանյան դատավարություն սեփական պետության մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին։ Զուգահեռը միաժամանակ ինքը զուգահեռները անցկացնելով հետաքրքիր։ Շատ հետաքրքիր էր Սյուզաննա ջան, շատ հետաքրքիր էր։ Ես որքան հասկացա, դուք Միացյալ Նահանգներում եք, չէ՞, բնակվում հիմա։ Այո, այս բանին։ Դե ձեր մոտ քանի որ առավոտ է զգացում է, որ էներգիան ձեզ ներսից է։ Մեր մոտ ուժ ժամա, մեկ ամբողջը չի որ հասկացաք, բայց ես անպայման խոստանում եմ մի հատ նորից կլսեմ ու տեսագրությունը կդայեք ու ամբողջությամբ կընկալենք ձեր շատ հետաքրքիր այս զուգահեռները, որ անցկացրեցիք։ Շնորհակալություն, մենք կփոխանցենք անպայման հանձին ձեզ եւ նաեւ մեր վստահ եմ, իդեպ շատերը նաեւ ինձ են գրել հենց Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրներից աջակցության խոսքերը, հանձին ձեզ ուզում ենք փոխանցենք Նարեկի եւ Վազգենի կողմից նրանց շնորհակալությունները, որ դուք այս ընթացքում ցավում եք նրանց համար, այդ 16 ժամերի ընթացքում հույս եք փայփայում, որ
կարող է все-таки ինչ որ մի բան այն որ կինո ես նայում, կինո ես նայում, արդեն մի 100 անգամ նայել ես, բայց վերջում էլի Տիտանիկի են վերջում մտածում ես կարող է փրկվեն, չէ։ Հիմա այդ վիճակներ, բայց մենք շնորհակալ ենք ձեզ, որ դուք այսպես հավատարմորեն աջակցում եք եւ վստահ եղեք, այս ամեն ինչը իր ազդեցությունն է թողնում, ռեպրեսիաները, այսպես ասենք, հնարավորինս արագ ավարտելու հարցում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք Սյուզաննա ջան միանալու համար, լավ խոսքերի համար։ Շարունակենք, հա։ Մենք շարունակենք, հա։ Դե առայժմ։ Ձեզ լավ օր։ Օրը նոր ասկսել ձեր մոտ։